Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի ճարտարապետների պալատը մտահոգություն է հայտնել Կասկադի վերակառուցման ծրագրի վերաբերյալ։ GTB ընկերությունը անմիջապես նախաձեռնեց մարտի 1-ին հայտնած մտահոգության առիթով քննարկում։ Իհարկե, այն քննարկվեց դռնփակ իշխանամերձ ճարտարապետներով, գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի 17, 19 և 21 տարեկանների հավաքականների խաղերից հետո Եվրո 25-ի խմբային որակավորման խաղերում բոլոր 3 տարիքայիններն էլ զբաղեցրել են վերջին հորիզոնականները։ 3-ը միասին կրել են 14 պարտություն, 2 ոչ ոքի և 0 հաղթանակ։ Օրաթերթը գրում է. ԱԺՔՊ խմբակցության падգամավոր Էմմա Պալյանը իշխանական լրատվամիջոցների հետ զրույցում ակնհայտորեն վիրավորելով Գյումրիում առաջադրված մյուս բոլոր ուժերին և թեկնածուներին, երեկ հայտարարեց, թե 8 ուժերից որևէ մեկին ձայն տալ նշանակում է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Ժողովուրդ օրաթերթը նաև հայտնում է. 2018 թվականին Հայաստանի Հանրապետության պետ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Ալփի Դավոյանը։ Նախնական տեղեկություններով նա ՍՊԸ-ները հիմնադրել, ինչ-որ ներդրումներ արել, ապա խաբել պետությանը։ Փաստ օրաթերթը գրում է. Ռուսաստանում բավական մեծ ուշադրությամբ հետևում են Գյումրու ընտրություններին, որքան էլ դրանք զուտ տիմ ընտրություններ լինեն։ Դրանց արդյունքները կարող են Մոսկվայի կողմից քայլերի և մոտեցումների որոշակի խմբագրման կամ ձևավորման համար որոշակի լակմուսի թուղթ դառնալ։ Փաստ օրաթերթը գրում է. Փաշինյանական կառավարության անդամներից մեկը Facebook-յան գրառում է արել և մասնավորաբար ասել հետևյալը. Շատ կարևոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը։ Կարկառուն ՔՊԱ-կանը շատ թափանցիկ հասկացրել է մեր ընտրողներին, թե ինչու չի կարելի ընտրել քաղաքացիական պայմանագրին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Երեկ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դատարանի վճռով հաշտության համաձայնագրով որպես ապօրինի ձեռք բերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականություն է դարձել Երևանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող 29 միլիոն դրամ արժողությամբ հողամասը։ Պարզվեց, որ խոսքը ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին տեղակալ Վաչագան Ղազարյանի, Սերժի Վաչոյի հողատարածքի մասին է։ Օրաթերթը նաև գրում է. Գյումրու 9 ուժերից մեկի համարը Թուրքիայի կացության քարտ ունի։ Այդքան տղա է, թողասի այդ մասին, երեկ հայտարարեց Սարիկ Մինասյանը, մեզ ասացին, որ այդ անձը Սուրեն Սուրենյանցի դեմոկրատական այլընտրանք կուսակցության ցուցակի գլխավորող անկուսակցական Արտյոմ Ղազարյանն է։ Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ։